Պարոն Շիրինյան, փաստորեն հետընտրական պրոցեսներն ավարտվեցին, այն ընդդիմությունը, որ բողոքում էր, որ իբրև թե արդյունքներ են կեղծվել եւ այլն, Սահմանադրական դատանի ոչրից հետո որոշեց գնալ խորհրդարան, վերցնել մանդատները, ինչ-որ պրոցեսների մասին են խոսում, որ հետագայում կիրականացնեն, բայց զուգահեռ օրինակ ուժեղ Հայաստանի կուսակցությունից մոտ 106 թեկնածու ինքնաբացարկ հայտնեց, մեկն էլ 3 ինքնաբացարկ հայտնեց, ինչպես եք ընդհանուր այս պրոցեսները գնահատում։ Դա գիտեք, այնպես չի, որ հետընտրական պրոցեսները վերջացան, պարզապես քանի որ բումը չառաջացավ, նախավարչապետ չտարավ, Գալուգացի Բրարաբը, ուղղակի այստեղ առաջանում է մարտավարության ճշգրտում, ինչպես շարունակել պայքարը, ես կարծում եմ, որ իրենք դժվարություն ունեն այդ հարցում կողմնորոշվելու համար եւ ուրեմն ուժեղ Հայաստանը եւ Հայաստան խմբակցությունը, որովհետեւ այդ մարտավարությունը իրենք չեն ճշգրտում, ոչ է ուրեմն ռազմավարությունը։ Մարիա Զախարովան ինչ կասի, այն էլ կլինի, այն էլ նրանք էլ հավանաբար սպասում են ամառվա շոկերն անցնեն եւ ռուսերեն ասեմ ռեկոմենդացիաները իջեցնեն, այս ժամանակ իրենք որպես սեփական գաղափար Հայաստանում շատ է տարածված, դու մարդուն սովորեցնում ես, ինքը անգիր կան մարդիկ այսպես չափազանց ընդունակ սեփական գաղափար չունենալու համար, բայց պլեջ անելու պլեջ անեն ու որպես սեփական ներկայանալ, այս մեթոդը Հայաստանում շատ է տարածված եւ կսկսվի դա, բայց ես ուզում եմ զգուշացնեմ, որ այդ իմաստով կարելի է Մարիա Զախարովային դիմել, թե լավ, հիմա ինչ եք անելու, որտեղ հիմա իրավիճակը փոխվում է նախորդ այսին գործող խորհրդարանի համեմատ, փաստորեն Կրեմլը ունի իր ֆրակցիան ազգային ժողովում եւ դա Սամվել Կարապետյանի ղեկավարացումն է, սա այն նախկին վիճակը չի եւ ոչ էլ նախկին գողապետական կիսամաֆիոզ Ղարաբաղյան կլանի ազդեցության տակ գործող խմբերն են կամ չեկիստական այդ Վանեցյանինը, պարզ է, ուրեմն սա պետք է նկատի ունենալ եւ Կրեմլը ուղիղ ներկա է խորհրդարանում, արդեն ներկա է, հետո հետեւաբար այն որ ասում էին մանդատները վերցնեն, չվերցնեն, մանդատ իրենք նախ որպես այն մարդ փող են ծախսել, ոնց կարող է չվերցնել, դա աբսուրդ է, հայի մասին է այն գծուց հարուստի, փող է ծախսել, պետք է ուտի, ուզում է տրակվի, երկրորդ մասը, բայց Մոսկվան հազիվ թափանցել է ներս, ուղիղ իմաստով եւ չէին կարող չվերցնեն, ուրեմն կապրակ կտեսնեն, բայց ինչու այդքան շատ մարդ ինքնաբացարկ հայտնեց, ինչի՞ է։ Այնտեղ որևէ բացարկ այդ հարցը չգիտեմ ինչի է բացրանում, այնտեղ արտառոց ոչինչ չկա։ Այդ ցուցակը ստեղծել են, որովհետեւ այդ ցուցակը ինքը մարդ է բերում, չէ՞, եթե դուք ցուցակը կազմում եք, ամեն մեկը հայր ունի, մայր ունի, քույր ունի, եղբայր ունի, ընկերուհի եւ այլն, իսկ սա քանի որ գործարար աշխարհի հետ է կապված այս կամ այն չափով, պատկերացրեք այդ 100 քանի մարդը ընտրություններին իր բարեկամն ինքը եկել է, բերել է, հիմա վերջացավ գնում են։ Այն որ ասում են Մավրը գործ արեց, Մավրը հեռանում է, այստեղ որևէ բան չկա, մնում են նրանք, ովքեր պիտի մնային, որպես պատգամավոր, դա է, դա գործ է, ընտրություններին սովորաբար ցուցակում ընդգրկում են նաև մարդկանց, որոնք հայերեն ասած մեծ շրջապատ ունեն, միջավայր ունեն, սրանք են ինչն է զարմանալի, հիմա պետք է գնան, մնում են ասեցի նրանք, ովքեր պետք է խորհրդարանում սաբոտաժ անեն Հայաստանի պետականություն, գուցե մեջները լինի մարդ, որ այս ընտրությունների ընթացքում հասկացած լինի, ինչ որ մենք բացադրում ենք, երբ մեզ էլ են լսում իրենք, չէ, եւ չուզենա, որ հակապետական տարրերի հետ լինել, մի երկուսն են ենթադրենք կողքի քաշվեն, Պալեստան էլ, այսպես որ ասում են,
գողական միջավայրերում իրենց հարազատ լեզվով եմ ասում, բայց դա քիչ բան, ուղղակի իրենց կորզնարել են, էլի։ Իսկ Կրեմլը կհամակերպվի այս իրավիճակի հետ, պարտության հետ, իր փաստորեն, որ չկարողացավ իր ուզած տեխնացուին վարչապետ դարձնել ու որը կլինի հաջորդ քայլը, արդյոք այսքանով կսահմանափակվեն։ Գիտեք ոնց է, քաղաքականության մեջ այդ հարցը Հայաստանում է, կհամակերպվի, չի համակերպվի։ Քաղաքականության այդ հարցը այդպես տրվում, քաղաքականության մեջ արվում այն, ինչ ստացվել է, դարգա փաստ է, հիմա նրանք համակերպվելը որն է, եթե չհամակերպվեն, ուրեմն Ուրալիստանգային դիվիզիաները պետք է բերեն Հայաստանում հեղաշրջում անեն, ինչ անեն, այդ ուժը չունեն, հնարավորությունը չունեն, եթե այն ուժ ունենային ինչ-որ Ռուսաստանի մասին միֆագանացած գար, վաղուց Հայաստանում ամեն ինչ վերջացրել, պրծել էին, եւ այստեղ Քոչարյան Ռոբերտը 4-5 հոգու գլխին կմնար նախագահ ու վերջ, այդ հարցը կփակվեր, բայց այդ վիճակը չի։ Հիմա ինչ կանեն, այս է հարցը, հավանաբար ես ենթադրում եմ, որ ամռանը կճշկեր դեն անելիքը, դա կտեսնենք ինչ են անելու, որ ռազմական ինտերվենցիա չի լինելու առայժմ հիմք չկա առայժմ, դա չեմ կարող ասել, պարզ է, առաջիկայում էլ նայած ուկրաինացիներն ինչպես բենզինաթափ կանեն ամբողջ Ռուսաստանը, դա էլ է հարց, որովհետև իրենք աղետի են ենթարկվում։ Հիմա բայց այս հարցերը թողենք ինչ վիճակի մեջ կհայտնվեն, ստրատեգիան մնում է միանշանակ մեկը նույնը, որն է դա Հայաստանում լիկվիդացնել հայկական պետականություն եւ նրա հիմքերը, չճանաչել, չընդունել, չասել։ Եվ բարեկամությունը շարունակել հայ ժողովրդի հետ, թե դա ինչ բարեկամություն է, ես չեմ հասկացել, բազմաթիվ անգամներ ասել եմ, մենք ռուսների հետ ինչ բարեկամություն ունենք, ինչպես ասում են, ոչ հորտաղա ենք, ոչ քրոջի, ոչինչ չենք, նույնիսկ եկեղեցու իմաստով դավանաբանական մեծ տարբերություններ կան Հայաստանյա ծառայելական եկեղեցու եւ իրենց ուղղափառ, ընդ որում, բայց ոչ կաթողիկոսի, կաթողիկոս իրենց մարդն է, երևի պրավասլավ է։ Հիմա բայց հարցը ինչին է, ուզում եմ ասեմ, բայց իրենք այդ բարեկամությունը, եղբայրությունը ժողովրդների մասին այդ բլեֆը կշարունակեն, շաղագրատանքը, այստեղ էլ ինչ-որ բաներ էլի, իրենց միջավայրը կունենան, բայց մնացածը մնում է, ասեցի, հայություն պիտի մնա, Հայաստանի պետականության լիկվիդացիա մնում է Ռուսաստանի անփոփոխ ստրատեգիա, մինչև հայտարարություն չանեն, հայտարարությունը կարող է կեղծ լինել, դա էլ կարող է լինել, բայց դրա հետ մնացածը կհարմարվեն ինչ կարող են անել, այս հարցն է, որ վերադառնում է մեր սեղանին 8 տարի է, ապակայուն կպահեն Հայաստանը, մշտապես ապակայուն ցույցեր, բողոքի ակցիաներ, ամեն առիթ եւ գիշեր-ցերեկ կվարգապետեն Հայաստանի իշխանությանը, իշխանություն կրողներին եւ իշխանություն պաշտպանողներին։ Ես այդ պարագայում իշխանություն եմ համարում նաեւ այն կուսակցություններին լիարժեք, որոնք 8 տարի Հայաստանի պետականությունը պահում են, ոչ պակաս քան եթե իշխանության մեջ լինեն, օրինակ մենք գիշեր-ցերեկ պահել ենք եւ 2 անգամներ ես ըստ էության զոհել եմ կուսակցությունը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն հանուն պետականության հասկանալու մազից ծայրից կախված վիճակներ են առաջացել երբ այդպես է եւ մենակ մենք չենք ուզում եմ ասել նայած սրանք կվարգապետվեն կամ կանտեսվեն, հասկանում եք ոնց է, տարբեր ձևերով, գուցե եւ կլինեն բաներ, արտահոսքեր, բաներ եւ այլն, բայց Հայաստանի պետականության հանդեպ սկեպսիսը եւ ուրեմն կասկածամտությունը կմնա, բայց գլխավոր ֆիգուրան մնալու է նորից բացական գրոհի իմաստով վարչապետը, որտեղ Հայաստանը, որը կայուն ինստիտուցիոնալ պետություն չէ, բայց արդեն կայունանում է, ուրեմն մնում է գլխավոր ֆիգուրայի շարքից անում է կամ վարգաբեկում է, մնացած է ցրվում է, էլի, այդ Ամերիկա չի, Գերմանիա չի, որ Բելգիայում էր, չէ, վարչապետը կարծեմ 7 ամիս կառավարությունները ժառանգականներ տվել, մի քանի տարի առաջ էր,
7 բելգիացի խաբարը չէին, որտեղ պետությունն են իրեն պերպետուում մոբիլ էին իրեն աշխատում էր ինստիտուցիոնալ պետություն, բայց մեր մոտ այդպես չի։ Իսկ փորձեն օրինակ Երևանի ընտրությունները։ Իրենց ուզածը սա է լինելու, ինչպես։ Երևանի ընտրությունները փորձեն ինչ-որ։ Հիմա հասնելու ենք երկրորդ հարցին, ինչ է լինելու։ Սա մեկ, սա գիծն է գլխավոր, վարկապետներ փչացնել բոլոր բաներին, իշքան քաղաքական կներեք, օրինակներ կա, նրանք պետք է երեսի վրա Երևան, իշքան շպիոն կա ռուսական եւ այլն պետք է գուցեև կհանեն նաեւ բաներից, ուրեմն գզրոցներում պահած թարմուժեր կհանեն, չզարմանաք, օրինակ ես շատ զարմացա, որ ԱԱԾ-ի նախկին պետը Ես նախկին ազատվածը մեկնաբանություն տվեց Ծառուկյան Գագիկի վերաբերյալ եւ պաշտպանելով իրեն։ Մի երկու օր առաջ է ազատվել։ Ես նրան ինձ թվում էր ԱԱԾ-ն արդեն անցել է դեպի Հայաստան, բայց քանի որ ազատվել է, ուրեմն նրան բացատրում էր, որ իշխանություն իշքան սխալ է։ Նկատի ունեցեք, այսպիսի բաներ շատ են լինելու, իշխանության մեջ էլ կարող են լինել, նման բաներ։ Հիմա այդ երկրորդ մասին ասենք, որ ինձ թվում է, այն որ ասում եք ինչ են անում, Մոսկվայում արդեն որոշել են, որ տեղական ինքնակառավարման մարմինները պիտի գրոհեն ուժեղ եւ հիմք ունեն գրոհելու, որովհետեւ դե մենք ասում ենք գործադիր իշխանությունը փրկվեց, ճիշտ է։ Նիկոլը մնաց իշխանություն, ԿԲ մնաց իշխանություն, բայց իշխանությունը մենակ գործադիրով չի, ազգային ժողովում ունեցան քանի հոգի, 29 եւ 12, 41 պատգամավորական տեղ ունեն, մոսկվացիները, Մոսկվայի ռուսները, այդ հայ մայ գցեք այդ կողմը, եւ հիմա սրանք 105-ի մեջ որոշ հարց կարող են լուծել, որոշ հարց չէ, բայց սաբոտաժը միշտ կանեն, հետ միանշանակ, այն գառնուկի կողքի դնելով, իշքան գիտեմ այդ մազակալածը չկա էլ մեջ, ուրիշները կհայտնվեն, ընդ որում պետք է նկատի ունենալ, որ այս բանի Սամվելի խումբը շատ ավելի ագրեսիվ է լինելու, շատ ավելի հետևողական, հակապետական գործունեության մեջ, բայց նաև քողարկված, բարեկիրթ, գուցե փողկապ, բայց այսպես դրա համար իրենք ունեցան ինչ, ճիշտ է, վարչապետին չկարողացան, բայց այնտեղ կարգին տեղավորվեցին, սա կառուցվածքի իմաստով խորհրդարանը, երկրորդ մասը կա, ԿՊ-ն տարավ 49 եւ 5 թե 10-ական տոկոս արդեն հասարակությունը կիսել են, հասարակության մեջ ճիշտ է իրենք երկուսը միասին չեմ հիշում քանի տոկոս են, բայց կարևոր այնտեղ ԿՊ-ն 50-ը իրենց պատկերացում չի հաղթահարել, ընդ որում այստեղ չի հաղթահարել նաև բանը այս վիճակի մեջ մենք դրական դեր ենք խաղացել, որ մենք ձայն չունենք դեմոկրատական ուժերը, դա մեծ դրական դեր է խաղացել այն 49+-ի մեջ։ Պարզ է այստեղ իշխանության, այսինքն Հայաստանի այդ վերություն բավական բարդ վիճակ է առաջացրել։ Հիմա գրոհելու են եւ քանի որ այդ կանուն են, բա ինչու չվերցնեն տեղերից իշխանությունը, տեղերում։ Հիմա ինչ է նշանակում սա։ Ես քաղաքագիտական մի նորմ եմ ուզում եւ ձեզ համար կասեմ հետեւյալը։ Սովորաբար պետության կայունությունը ուժը պետության հզորությունը տեղական ինքնակառավարման մարմինների մեջ է, առաջին հերթին, ոչ թե սովորաբար հայությունը պատկերացնում է իշխանություն, վերև եւ այն, վերևը կա, պետք է, բայց նա պետք է կայուն լինի տեղական ինքնակառավարման վրա, հետեւաբար սա ֆունդամենտալ, հիմնարար է եւ այլն, գրոհել են այստեղ, նայած եւ վերցնելու են ինչքան հնարավոր է եւ ենթադրենք Իհարկե, եթե ձախողվեն լավ, եթե տոկոսը շատ անցավ, կվերցնեն, կսկսեն իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների ձևերով իշխանության ձևեր առաջացնել, կենտրոններ։ Զգանում եք ոնց է հիմա աստված չան այդպես ստացվի, դա կլինեն բարակայում, երբ իշխանությունը չի կողմնորոշվի եւ չի կազմակերպի նորմալ իմաստով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում նախկին իշխանության բարեկամներ, որպես կարող են կառավարող կուսակցության
մեջ եւ նրա հովանավորությամբ տեղերում անցնել, որոնք արդեն քվեարկության ժամանակ կասեն իրենք ով են։ Այն ժամանակ դա կերևա։ Սա շատ բարդ է լինելու, չեմ վախեցնում, բայց մտածելու տեղիք է տալիս բոլորիս համար եւ գործ անելու։ Այդ գրող է լինելու է, ասեցի ինչի համար։ Հետո հաշվի առնեք, որ սրանք ունեն նաև միջազգային կապեր, Ռուսաստանը ամեն ինչով բան է անելու մանանց ստրատեգիական նշանակության տարածքներում, օրինակ Մեղրիում։ Բայց դա պետք է միանշանակ համայնքը լինի ուրեմն անկախության եւ պետության նվիրյալների խումբ։ Կա թե չկա։ Պիտի լինի, բայց դա կլինի թե չէ։ Այսպիսի հարցեր կան եւ շատ էր, որտեղ եթե դուք տեսնում եք, մեկ էլ մի ժամանակ ինչ եղավ, ուրեմն ապրելու երկիր։ Կարտոլը մարտունեցիք ասում են, կարտոլը գիշերը տնկեցին, կուսակցություն առավոտ եղավ։ Ամբողջ բանը նոյեմբերյանի տարածքը տարավ ապրելու երկիր կուսակցություն հանգարց։ Աչքերիդ առաջ այս կուսակցություն կոչված է մեկ է ծլեց Սամվել իր կուսակցությունով։ Այս նույնն է, որ այդ այնպես կարտոր տնկելն է։ Սրանք կուսակցություններ չեն, սրանք մոբիլ շահերի խմբեր են, կուսակցության անվանդակ բարձր ռուսական ազդեցություն։ Սրանք շատ կարևոր բաներ են եւ պիտի հաշվի առնել այս բոլորը։ Կապրենք կտեսնենք մնացած պետք է հետևել զարգացումներին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։